Երեք հակասական կարծիք մեկ օրում քաղաքական նույն ուժից Ղազախստանից, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան ներմուծված Ցորենի վերաբերյալ։ Ցորենի անասնակեր լինելու վերաբերյալ հարցը նախ հեգնեց էկոնոմիկայի փոխնախարարը։ Ցորենը Ցորեն չի, կենթանին որ ուտում է, հետո մեզ ինչ-որ բան չի տալի։ Ցորենն իհարկե Ցորեն է և կենթանին էլ կաթ կամ ձու իհարկե տալիս է ու կտա առանց ղազախական Ցորենն ուտելու, այն էլ Ադրբեջանի տարածքով ու նման PR-ված եղանակով ներմուծված։ Ցորենը ներկրված է հացի արտադրության համար, նույն ճամբարից, նույն օրը Սարգիս Խանդանյանն ասաց ու կամահրական համարեց փաստորեն Ցորենի համար պատասխանատու կառույցի փոխնախարարի ասածը։ Առաջի անգամ եմ լսում, դա իհարկե զվարճալի է։ Օրն ամփոփեց էկոնոմիկայի նախարարը, Ռեադից շատ կարևոր ֆորումից մի պահ կտրվելով ու հարկ համարելով պատասխանել Ցորենի շուրջ տեղի ունեցող երևանյան բոլոլային։ Ռիադում մասնակցում եմ կարևոր ներդրումային ֆորումի, բայց հարկ համարեցի մի պահ դուրս գալ ու այս խոսակցությունը ձեր հետ ունենալ։ Հայաստան միշտ էլ 4-րդ կարգի էլ, 3-րդ կարգի էլ, 2-րդ կարգի էլ, առաջին կարգի Ցորեն էլ եկել է։ Միշտ եկել է ու կգա, որովհետև Ցորենը օգտագործվում է տարբեր, միայն հացի արտադրության մեջ չի օգտագործվում։ Ինչպես բոլորս գիտենք, հացից ու մակարոնից մինչև սերմնացու եւ անասնակեր։ Իսկ Ցորենի որակն ու պիտանելիությունն ստուգող կառույցը հենց այսօր այն ուղարկել է փորձարկումների, հորդորելով սպասել արդյունքներին։